Եվրանեստի 12-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը Ազգային ժողովի նիստերի դահլիճում միավորել էր Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության խորհրդարանական պատվիրակներին։ Քննարկումների առանցքում էին ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, խոսքի ազատության պաշտպանությունը, հակազդումը ապատեղեկատվությանը և մարդու հիմնարար իրավունքների ապահովումը։ Հայաստանյան ներկայացուցիչները միջազգային գործընկերներին ներկայացրին տարբեր քաղաքական ուժերի մոտեցումները ժողովրդավարության զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ընթացիկ գործընթացների վերաբերյալ։ Հայաստանը ժողովրդավարության ուղին ընտրել է ոչ թե արտաքին պարտադրանքով, այլ իր քաղաքացիների պահանջով։ Մենք վստահ ենք, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային և տնտեսական կայունության հիմնական պայմանն է։ Ժողովրդավարությունը չի սահմանափակվում ընտրություններով, անհրաժեշտ է ապահովել իրական վերահսկողության, հաշվետվողականության և ազատ մամուլի գործառույթների արդյունավետ իրականացում, որպեսզի պետությունը իսկապես ծառայի իր քաղաքացուն։ Նիստի ընթացքում Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի անդամները բարձր գնահատեցին Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու գործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և ինստիտուցիոնալ ամրապնդման ուղղությամբ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, խոսքի ազատության, միջավայրին և քաղաքացիական հասարակության զարգացմանն առնչվող հարցեր։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, իսկ նիստի արդյունքներով նախատեսվում է ընդունել համատեղ եզրափակիչ հայտարարություն, ամփոփելով անդամ երկրների ընդհանուր դիրքորոշումները ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։